Արարատյան խոհանոց, խոհարարական նորություններ, ջեր մթնոլորտ եւ լավ տրամադրություն։ Ահա այս մի ամիս պիտի այս ամբողջը մենք ձեզ մատուցենք եւ մատուցելու ենք այսօր իմ հյուրի հետ։ Իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Գրիշա Հակոբյանը։ Բարև ձեզ հարգելի հեռուստատեսողներ։ Բարև Գրիշա ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Մի ամսյակա որ մենք հայտարարել ենք, վերաբերվում է նորությունների հետ, այսինքն նորամուծություններ, այն խոհարարները, որ այս տարի նորամուծություններ են արել կամ պիտի անեն, մենք հրավիրում ենք իրենց, որ այդ նորարարությունը, այդ նորամուծությունը նախ մեր հաղորդման ժամանակ իրականացնեն։ Եվ շնորհակալ եմ, որ արձագանքել ես քո նոր մտահղացմամբ։ Ինչ ես մտահղացել։ Այսօր մենք պատրաստելու ենք դդումով, լոբիով, ձավարով եւ ոչխարի մսով ուտեստ, որը նորություն է։ Դա եւ նաեւ մոտ է, շատ մոտ է մեր հայկական ավանդական կերակրատեսակներին։ Այսինքն լցոնվելու է դդումը։ Ամիջ է պատրաստվում դդումից, այն ինչ մենք անվանում ենք դեռ ղափամա, բայց ղափամա ոչ թե դեսերտային աղանդերային, այլ որպես հիմնական կերակուր։ Որպես հիմնական կերակուր այս միտքը առաջացավ, երբ որ մեզ մոտ մենք մեր կազմակերպությունը տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը որ իրականացրինք ղափամայի շուրջ իմ ընկեր խոհարարները բոլորը պատրաստում էին մեր ավանդական քաղցր ուրեմն աղանդերայինը որոշեցի գտնել մի տարբերակ, որը նորություն է եւ կարծում եմ, որ ներկայացնելուց հետո բոլորի դուրս շատ եկավ։ Ինչ ես վստահելու ինձ եղբայր։ Դուք միգուցե դդումը ուրեմն կտրենք, վիրահատենք դդումը։ Վիրահատելուց հետո հանենք ուրեմն մեջի եղած ուրեմն սերմերը եւ ես պատրաստեմ լցոնը։ Գրիշա ջան, մենք մեր հեռուստադիտողներին պիտի խորհուրդ տանք, չէ՞, թե ինչպիսի դդում պիտի ընտրվի, այ տեսակը այսպիսին, բայց լավ կլինի, որ այս երկար մասը չլինի, ուղղակի մենք չճարեցինք, չկարողացանք գտնել։ Արդեն տարվա բանը վերջն է դրա համար, բայց միակ նպատակը, որ դդումը լինի այնպիսին, տեսակը այսպիսին լինի, դեղին, պատերը հաստ լինի, պտղամիսը հաստ լինի, եւ հետո երբ որ պտղամիսը հաստ է, կորիզները հեշտ է մաքրվում, դա արդեն փորձ է։ Ապրես դու։ Միջուկը պատրաստելու համար մենք պետքա ճիշտ համը ստանալու համար ուրեմն կարողանանք ճիշտ համեմունքներ տալ։ Իհարկե մենք ուրիշ համեմունքներ ենք օգտագործելու մսի համար, բայց մյուս կերակրատեսակներին ուրեմն չամանը չենք օգտագործի։ Աղ, իսկ սերմերը օգտագործելու ենք։ Սերմերը անպայման օգտագործելու ենք, բայց հետո աղ բոլոր մթերքներին պղպեղ բոլորին առանձին ես հանում։ Այո, պղպեղ, իսկ որ միացնես եւ նոր համեմես, դա ինչ է։ Երբ որ մենք առանձին ենք համեմում, հա, այսպես ասած ամեն ինչը քաշում է իր ուրեմն մեջը, մնում է մեջը, ամեն մեկ իր համը պետք է ունենա։ Երբ որ խառնում ենք ուտելուց եւ համն ենք զգում, տարբեր համեր, համեմունքների բոլոր ուրեմն բաները, համերը զգում ենք ուրեմն ուտեստի մեջ։ Շատ լավ։ Մաքրեցի, չգիտեմ, կհավանես թե ոչ։ Քանի որ սա աղանդային չի, մենք աղանդերային չի, մենք ուրեմն պետք է աղանդերային։ Դու ասած դեսերտ։ Դեսերտ։ Դու սովորել ես Այո, կոմունիստական դեսական։ Սովորաբար մենք երբ որ աղանդերային ամիջ ենք պատրաստում կամ ղափամա ասենք, որ չշփոթեք, շաքարավազ ենք պատերին ցանում, օծում ենք շաքարավազով, որպիսի եւ համ վերցնի եւ շաքարավազ նպաստում է, որ նյութ արտազատի դդումը եւ մեզ հարկավոր է, որ դդմի հյութի հետ պատրաստի ջեռոցում։ Հիմա աղը նույն խնդիրը ունի, իհարկե աղի համ է տալու բնականաբար ոչ քաղցր, բայց նորից արտազատելու է հյութ։ Դդմի հյութը
Ձավարը խաշված, Ձավարը խաշված, լոբին խաշված, համեմեցինք բոլորը։ Ուրեմն մենք կպատրաստենք այնքան, որպեսզի մեր դդումի մեջ ուրեմն տեղավորվի։ Այո, Ճիշտ կլինի, որպեսզի ուրեմն ոչխարի միսը ավելի յուղոտ լինի։ հա։ Եթե Իսկ ավելի յուղոտ ճիշտ չի լինի, եթե ոչխարի փոխարեն գառի միս տնենք։ նու գառը սա։ Հա։ Գառ, գառն ու ոչխարը քանի որ տարբեր են։ խաշվում է միսը։ Այո։ Այո։ Իհարկե գառը ավելի հաճելի է, մինչև 14 կիլոգրամ ուրեմն քաշի ժամանակ։ Մի Ես- փոքր զեթ ենք ավելացնում, որովհետև կարակել պետք է ավելացնենք մենք։ Կարակը որ պահին պիտի դնենք։ Կարակը կարող ենք եւ սկզբից դնել եւ վերջում մի 10 րոպե առաջ հանելուց։ Երբ որ պետքա ջեռոցից անենք, մենք սա պետք է ուղարկենք ջեռոց։ Պետք է ուղարկենք ջեռոց։ Մեզ մոտ արդեն ամեն ինչ պատրաստ է։ Մենք կարող ենք լցոնել։ Գրիշյան, իսկ ինչու եւ ձետ եւ կարակ։ Եթե ունենայինք դմակ էլ պիտի լցնեինք։ Եթե մենք ունենայինք դմակ, ձեթը չէինք լցնի, միայն դմակ Այսինքն յուղոտ այդ որ ասում էի։ Մի փոքր մենք յուղային մասը ավելացրեցինք։ Այո, իսկ վերջում կարակը ինչ պիտի անի, ավելի համեղացնի։ Կարակը ամեն դեպքում շատ լավ համ է տալիս։ Ինչ կարծիք ես, եթե այս ծայրի մասը մի քիչ կտրեմ։ Բայց մի քիչ վերևից, որ անցք չբացվի, եփելուց Չէ, անցք չի բացվի։ Ահա, շատ լավ է։ լավ է, չէ՞։ Այո, կակրած թերությունը վերացրեցինք, ավելի ճիշտ կլինի։ Կլորացնենք։ Մենք ճիշտ չափը վերցրել էինք, կարծես թե լցոնի։ Ուրեմն Սեղմված պիտի լինի, հա։ այո, մի քիչ սեղմված լինի, Եվ քանի որ դդումը կտրելուց հետո իջնելու է, ինքը իջնելու է եւ հետո կտրելուց երբ որ սեղմված չի լինում, թափվում է, դժվար է մատուցման։ ապրես դու գրիշ։ Մենք երկու եղանակ կա, ուրեմն մենք կարող ենք կարակը եւ հիմա դնել եւ վերջում։ Դուք ո՞րն եք ընտրում։ Չէ, ավելի լավ է հիմա ավելացնենք։ Հիմա ավելացնենք մենք չէ։ կարակը։ Մի փոքր էլ, եթե կարել, շատ լավ է։ Կարող ենք առանց ձեռք տալու նույնությամբ փակել մենք։ Եվ սա մենք ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցում որքան ջերմաստիճան։ Ջեռոցում 160-ից 170 աստիճան 1 ժամ 20 րոպեից ըստ մեծության, մի ժամից ժամ ու կես։ Սա մենք կարող ենք մի ժամ 20 րոպեում պատրաստ լինի մեզ մոտ։ Հարգելի հեռուստադիտողներ, այդ մի ժամը մենք անցկացրինք մի կերպ, որովհետև շատ անհամբեր էինք սպասում այս կերակրատեսակին, գիտեք ինչի անհամբեր։ Ախր Գրիշյան այնքան գոված, որ մեր եւ նկարանող խմբի մոտ այդ համբերությունը հատեց։ Կարծում եմ դուք սրա համը վաղուց գիտեք եւ խոսք չկա ասելու, այսօր նորից կհամտեսեք, կտեսնեք, որ դա իրականությունն է։ Լավ։ Բացման արարողությունը ով պիտի անի։ Բացման արարողությունը Մինչև որպես կմտածես, մեծ ես վարպետ կբացեմ։ դուք բացեցիք։ Բայց թույլ կտակ կտրելը ես Այ, կտրեմ։ կտրել է դու կտրի։ Կտրելու համար, որպիսի մթերքը չփչացնեն, գոյություն ունի հատուկ կտրելու ձև։ Ուրեմն կտրում ենք մինչև դդումի կեսը, Դդումը մթերք չի, այսինքն։ սննդամթերքը։ Դդումը փչացրեցիր։ Հետո Որ ափսեով ենք մատուցում, կարկանդակային, ոչ, ուրեմն տվեք ինձ մեծ ափսեն, եթե կարելի է։ նախուտեստային։ Այո։ Եթե կարելի է։ Մի քիչ էլ ավելացնենք։ Խնդրում եմ համտեսեք։ Համտեսենք։ Եվ գնահատականը կտակ։ Գրիշա,
Շատ լավն է։ Բարեկամներ, իրոք շատ լավն է, շատ համեղ է, փորձեք եւ ինքներդ կհամոզվեք։ Ուրեմն կտրելու համար մենք կտրում ենք միջև ուրեմն միջին մասը, երկրորդն էլ կարող ենք կտրել մինչև միջին մասը եւ երրորդ, չորրորդ անգամ կարող ենք շարունակել մինչև ուրեմն դդումի վերջանալը, հատակը։ Երբ որ մենք ընդհանուր ենք կտրում վերևից մինչև ներքև, ուրեմն եւ մատուցելն է դժվար, եւ ավելի ուրեմն հավասար չի բաժանվում մասը։ Հավասար չի բաժանում եւ տեսքը ընկնում է։ Տեսքը ընկնում է, որովհետեւ որակը պաշտպանենք, ուրեմն պետք է կտրել հետեւյալ այս ձևով, կամ կտրատում ենք բոլորը մինչև միջին մասը եւ միջին մյուս մասը կտրատում ենք նորից առանցին, երկուսն էլ ընդունելի ձև է, բայց ոչ մինչև վերջ։ Այո։ Պարոն Մամուլյան, ճիշտ ձևը սա է։ Շատ ապրես, բարեկամներ, Գրիշա Հակոբյան, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, պատրաստած կերակուրը ամիջ դդումի մեջ, լցոնը խաշված ձավար, լոբի, գարան, միս, այս կերակուրը կարող եք ճաշակել բարեկամներ մեր կազմակերպության բոլոր ռեստորաններում եւ դուք գիտեք այդ ռեստորանները որոնք են։ Ունես ասելիք մեր հեռուստադիտողին։ Ես մեր հեռուստադիտողներին կասեմ, որ օգտվեն մեր համացանցից, որովհետև նման կերակուրներ, որով միայն մենք ենք պատրաստում, ունենք նաև նոր ճաշատեսակներ, որը մյուս հաղորդումների ժամանակ կփորձենք ներկայացնել, նորություն է պահպանելով մեր ազգայինը։ Այո, բարեկամներ, կարծում եմ Գրիշան մեր հետ կլինի համամիտ, մի քիչ հեռանանք խինկալիից կամ շաուրմայից։ Հարգելի հեռուստադիտողներ, կարող եմ նաև հուշել, որ այս ուտեստի հետ, այս կերակրատեսակի հետ մենք կարող ենք մատուցել կարմիր անապակ գինի, անսահմանափակ։ Այսքանն ենք այսօր պատրաստել, հարգելի հեռուստադիտողներ, շատ շնորհակալ եմ, որ ունկնդիրը եղաք։ Մինչ ավարտելը ուզում եմ հորդորել, որ մենք լինենք առողջ եւ ողջամիտ, հպարտ լինենք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն, քանզի եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Ամիջ, դդում 2-3 կիլոգրամ, կարմիր լոբի 100 գրամ, ձավար 100 գրամ, գարան միս 120 գրամ, ձեթ 10 գրամ, կարագ 200 գրամ, աղ, պղպեղ, համեմունքներ, բարյախորժակ։